Ուրեմն հայր ջան, ինչ որ նոր ալիք է հայ կինո, նայում եմ ուշադիր, բարի երեկո նախ, ուրեմն տեսեք սրանց տեխնոլոգիաները ոնց է աշխատում, ինչ որ հայկական ֆիլմ են պեղի հանե, հայ-ադրբեջանական բարեկամության մասին է, թե ոնց են կամուշ սարքում, որ ադրբեջանցի չոբանները իրանց կովերը ազատ բերեն այս կողմ և ինչպես է հայ տղան սիրահարվել ադրբեջանուհու վրավ, թե որտեղից են պեղում, հեսա չգիտեմ կարամ պտտեմ, որ բանը նայեք, երևի կա այդ ինձ բան, ես սենց կանեմ, որ տեսնեք, ինչ-որ հին ֆիլմ է, հեսա հայ-ադրբեջանցի բարեկամության մասին, ես ուրախացել են, որտև մոստ են գցել ու նոր կադրում հայն ու ադրբեջանցի տղամարդիկ պրոշներով են մեր ժողովրդական լեզվով ասած զասվում էին, հայ տղան է սիրահարվել ադրբեջանցի աղջկա, ոչ մի հատ ֆիլմ է, որ ես նույնիսկ գաղափար չունեմ, որ մենք սենց ֆիլմ ենք ունեցել, ուրեմն տեսեք հատուկ ալիք են բացել, տեխնոլոգիաներն է, ուզում եմ ասեմ ոնց է ամեն ինչը աշխատում, հերթով կարգով տեսեք ուր են մեզ տանում, ուրեմն ալիք են բացել ու պեղել են, գտել են սենց ֆիլմեր, եսի երևի 50-ական երբ են նկարել, չգիտեմ, շատ հին է ու չլսված ֆիլմ է, անծանոթ դերասաններ են, բայց ամբողջ ֆիլմը այսօրվա այս ՔՊ-ական գաղափարախոսության մասին է, նեոբոլշևիկյան ֆիլմ է այսինքն, որ ասում եմ սրանք նեոբոլշևիկներ են, ասում եք չէ, պարզ օրինակը, չգիտեմ, ես էլ այդ ֆիլմի բենագիրն էլ, անունն էլ չտեսա ֆիլմի, ու նենցա, որ ցույց են տալիս, թե մի երկու հոգի, ու կարծեմ դաշնակ է, մեկը, այն մեկն է Մուսաֆատ են ասում, ինչ են ասում, ադրբեջանի ինչ-որ հին բաներից է, դրանք էլ ուզում են խառնածնեն, բայց դե չի ստացվում, էլի, հայ-ադրբեջանական այդ ընկերությունն ու բարեկամությունը ամենան հավանականությամբ ֆիլմի վերջում կհաղթի, տեխնոլոգիա